Ինչ եք կարծում, ես ինչպեսի ղեկավար է պետք։ Խելգալխին ղեկավար։ Այդ ո՞րն է։ Սամվել Կարապետյանը։ Այս դիբիլից պրծնենք մենակ, սրանից պրծնենք։ Սա Հայաստանը հանձնեցել, այնսեղ գերիները մնացին այնտեղ ասա քշերը քնմենք հանգիստ։ Մեղք չեն մեր հայ ազգը այնտեղ մնաց թուրքի ձեռին։ Չէ, դե ազգի մասին մտածել այդ ուժեղը քիչ է։ Պետք է բոլոր գործողությունները ազգի մասին լինի, ազգի կեցության բարձրացման համար։ Լավ, ուժեղ ղեկավար, որ Փաշինյանից պրծնենք, մեր ուզածը էտա։ Դժվար հարց եք տալիս, բայց մեզ պետք է խելացի, գրագետ, ինչ ասեմ, տեխնոկրատ, այսինքն տեխնիկայից ամեն ինչից հասկացող մարդ։ Բազմակողմանի զարգացած մարդ, որը ունի կառավարման փորձ, տեղյակ է ամեն ինչին եւ կարող է ղեկավարել մարդկանց։ Խելքը գլխին։ Փորձ ունեցող կազմակերպած ղեկավար։ Խելացի։ Որ ինչ անի։ Որ ժողովրդի շահերը պաշտպանի։ Ջահել նոր սերունդից լավ ղեկավար, որ գրագետ լինի, ոչ նրան եմ ընտրեմ, ոչ նրան եմ ընտրեմ։ Մենակ ջահելներից այլ ընտրանք։ Մեզ հարկավոր է նորմալ ղեկավար։ Ինչ առումով նորմալ, ինչ Ամեն ինչով, թե հայրենասեր լինի, թե թոշակառուների համար հարմար լինի, ոչ թե ասեն 10,000 ավելացնում ենք ու վերջ, իսկ այդ թոշակառուն ուրիշ բան չունի առնելու բացի սիթիներից։ Խելքով էլի ուժեղ։ Ուրիշ Հզորը լի չվախենա, ոնց որ գողական է էլի այդ ձևի։ Ոյ, ասես այդ ինձ ցավոտ տեղին կպար, մեզ այնպիսի մի ղեկավար պետք, որ Աստծո վախ ունենա ու այս մարդկանցից, այս ներկա իշխանավորներից չվախենա ու ժողովրդին սերը վայելի։ Այնպիսի մարդ, որ այս մեր հող ու մոխրից վեր հառնի, Փյունիկ թռչունի նման ու հավատում եմ, որ Հայաստանը պետք է վերականգնվի, հավատում եմ, հող ու մոխրից մենք պետք է վերականգնվենք, ծովի ծով Հայաստան պետք է ունենանք։ Հիմի ղեկավարները պիտանի չեն, դրանց կարելի է այնպես անել, հանել։ Դա ինչպեսին պիտի լինեն։ Խելացի, որ մեր շահերը, մեր պետության շահերը պաշտպանեն եւ այլն։ Ժողովուրդը կայնան ապրեն։ Այդ են, թե չէ, մի ղեկավարները պիտանի չեն։ Սամվել Կարապետյանի պես։ Հայաստանը սիրող, հայասեր, ոչ թե դավաճան։ Նորմալ ղեկավարը լի կզարգանա։ Նորմալ ինչ առումով։ Ամեն ուղեղը զարգացած։ խելքը գլխին ղեկավար, մտածի ժողովրդի մասին։ Ինչ պիտի անի, պիտի նենց բաներ անի, նենց բաներ ստեղծի, որ ժողովուրդը աշխատատեղ ունենան, որ ժողովուրդը չփախչեն երկրից։ Գիտես ոնց, ես Ղարաբաղ կռված մարդ եմ, եղներ Մոնտեի պես տղեկ, մեզ պես կռված տղեկ լինեին, ոչ թե, ես չգիտեմ, քուրս ոնց ասեմ, Արաբոն, ես իրանց հետ եղել եմ Ղարաբաղում, վիրավոր եմ, լրիվ, այդպես տղեկ եմ պետք որ հայրենասեր լինեն և ժողովրդասեր, աշխատող, կռվող տղեկին հարգել և աշխատող ժողովրդի կողքը կանգնել, ոչ թե խոսքով, այլ գործով։ Որ ժողովրդի մասին մի քիչ մտածեն։ Մեզի հայրենասեր ղեկավար է պետք։ Աստվածավախ, աստվածապաշտ, քրիստոնյա։ Ու ղեկավար, որ նորմալ Հայաստանը ղեկավարի։ Ոչ թե թուրք իմպերիալիզմի մեր գլխին, մեր զինվորին ջարդի կոտորի, հերթնել ես ինչ ուզի։ Առաջի հերթին դա։ Իր խոսքի ձեր մարսելի։